Մեր սահմանափակ մտքերով տարված հաճախ գոչում ենք. ինչու, Տեր Աստված։ Երբ որ սեղմում է ցավն անտանելի, առաջանում են հարցեր անբացատրելի։ Ոչ ոք չի ուզում ինքն իրեն ուղղի ու հենց իր կյանքից մեղքերը վանի։ Ցանկացած մեղք իր հատուցումն ունի, ոչ ոք դրա դեմ ուրիշ ճար չունի։ Մեղքն է գլխավոր թշնամին մարդու, թե նրան հաղթես, բախտավոր ես դու, բայց արի ու տես չենք էլ հասկանում, թե ինչքան դռներ ենք նրա դեմ բացում։ Այն սողոսկում է օձի պես մեր կյանք ու թունավորում այն հիմնահատակ։ Փոխանակ փակենք դռներն այդ բացված, էլի գոչում ենք. ինչու, Տեր Աստված։ Միթե Աստված է այստեղ մեղավոր, որ մենք ընտրում ենք կյանքը մեղսավոր։ Ու երբ գալիս է պահը հատուցման, էլի գոչում ենք առաջվա նման։ Կա մեկ ճանապարհ, դառնալ Տեր Աստծուն, ընդունել նրա խոսքը իմաստուն, ու մեջքով դառնալ մեղքին ու վախին, հենց դա է մեղքին հաղթելու ուղին։